SBA-ի դուռը փակվում է, այն պահին, երբ փոքր բիզնեսը փորձում է շունչ քաշել, վարկերի բանալին վերցվում է գրին քարտի տերերից։ Մարդկանց թրաֆիկինգի դեմ լայնածավալ հարված, Կալիֆորնիայում իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել ավելի քան 600 կասկածյալ, փրկվել են անչափահասներ։ Անհետացում, որը սթափեցնում է, Today հաղորդավար Սավաննա Գաթրիի 84-ամյա մայրը հնարավոր առևանգման զոհ է դարձել, ինչ են պատմել շերիֆն ու FBI ներկայացուցիչը։ Ֆենտանիլի դեմ պայքարի հաշվետվություն, տոննաներով թմրանյութ, միլիոնավոր հաբեր եւ հազարավոր ձերբակալություններ, Գևին Նյուսոմի պատերազմը վտանգավոր հաբերի դեմ։ Բյուջեն նեղ հաշվով, ներկայացուցիչների պալատն ընդունել է 1.2 տրիլիոն դոլարի ծախսերի փաթեթը, ավարտելով կառավարության մասնակի փակումը։ Լարվածություն արաբական ծովում, Միացյալ Նահանգների ուժերը խոցել են իրանական անօդաչու, Վաշինգտոնը զգուշացնում է սադրանքները չեն հանդուրժվի։ Սուպեր Բոլ 60 առանց սպառնալիքի, անվտանգության պաշտոնյաները հայտարարում են, կոնկրետ վտանգ չկա, ներգաղթային գործողություններ էլ չեն նախատեսվում։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Միացյալ Նահանգների Small Business Administration-ը հայտարարել է, որ մարտի 1-ից ուժի մեջ մտնող նոր քաղաքականության համաձայն մշտական բնակության կարգավիճակ ունեցող անձին գրին քարտի տերերը այլևս չեն կարող դիմել SBA-ի աջակցությամբ տրամադրվող վարկերի համար։ Այս քայլը վերջինն է այն սահմանափակումների շարքում, որոնք SBA-ն իրականացնում է վարկավորման կանոնները խստացնելու եւ գործակալության կառուցվածքային փոփոխությունների շրջանակում։ Դեկտեմբերին SBA-ն նշել էր, որ բիզնեսի մինչև 5%-ը կարող է միայն պատկանել ոչ քաղաքացիների, սակայն նոր քաղաքականությունը ոչ միայն չեղարկում այդ դրույթը, այլ նաեւ ամբողջությամբ զրկում է օրինական մշտական բնակիչներին SBA վարկերի հասանելիությունից։ Տնտեսագետների խոսքով ներգաղթյալները երկու անգամ ավելի հաճախ են բիզնես հիմում, քան Միացյալ Նահանգներում ծնված քաղաքացիները, եւ այս փաստի անտեսումը երկարաժամկետ բացասական ազդեցություն կունենա փոքր բիզնեսի ստեղծման եւ զարգացման վրա ամբողջ երկրում։ Կալիֆորնիայում իրականացված մարդկանց թրաֆիկինգի դեմ լայնածավալ հատուկ գործողության շրջանակում պաշտոնյաները հայտարարել են զգալի արդյունքների մասին։ Գործողությանը ներգրաված է եղել ավելի քան 80 իրավապահ մարմին, դաշնային, նահանգային եւ տեղական մակարդակներից։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գործողությունը տևել է 1 շաբաթ։ Ասուլիսի ընթացքում ցուցադրվել են առգրաված հրազեններ եւ այլ ապացույցներ։ Լոս Անջելեսի դատախազության տվյալներում քաղաքում գործողությունը կենտրոնացած է եղել 3 հիմնական տարածքների վրա։ Հարավային Լոս Անջելեսի Ֆիգուերա փողոցի հատվածը, Կորիաթաունի Վեսթերն Ավենյուն եւ Սան Ֆերնանդո հովտի Սեպուլվեդա միջանցքը։ Միայն Ֆիգուերա փողոցի տարածքում տասնյակ ձերբակալություններ են իրականացվել։ Լոս Անջելեսի փոխոստիկանապետ Ալան Հեմիլթոնի խոսքով այդ գործողությունների ընթացքում փրկվել են մի քանի անչափահաս աղջիկներ, որոնցից ամենափոքրը 13 տարեկան է եղել։ Նրա խոսքով փրկված երեխաներից 6-ը 18 տարեկանից ցածր են եղել։ Փոխոստիկանապետը նշել է նաև, որ զոհերը միայն Կալիֆորնիայից չեն եղել, այլ բերվել էին Չիկագոյից, Օքլահոմայից, Միսուրիից, Մասկոգի, նույն ինքը Քրիքից եղային տարածքներից, ինչպես նաև հենց Բուն, Կալիֆորնիայի տարբեր համայնքներից։ Շերիֆ Լունայի տվյալներով ամբողջ նահանգում ձերբակալվել է 611 թրաֆիկինգ իրականացնող կասկածյալ անձ, իսկ ընդհանուր փրկվել է 120 զոհ, ներառյալ մեծահասակներ ու երեխաներ։ Լոս Անջելեսի շրջանում միայն 12 մեծահասակ եւ 5 երեխա։ Գործողության ընթացքում բացահայտվել եւ փակվել են նաեւ մի քանի ապօրինի բնակարանային, այսպես կոչված հասարակած տներ։ Գործողությունը ուղղված է եղել ոչ միայն թրաֆիկինգ իրականացնողների, այլ նաև հաճախորդների, այսպես կոչված ջոնսների դեմ։ Լոս Անջելեսի շրջանի գլխավոր դատախազ Նեյթան Հոքմանը հայտարարել է, որ նման անձանց նկատմամբ հնարավորության դեպքում կկիրառվեն ծանր հանցագործության դաշնային մեղադրանքներ, ոչ թե միայն վարչական կամ թեթև հոդվածներ։ Նրա խոսքով Լոս Անջելեսի շրջանը դարձել է մարդկանց սեռական շահագործման կենտրոններից մեկը, իսկ այդ ոլորտը բազմա միլիարդանոց արդյունաբերություն է, որը ոչ այլ ինչ է, քան ժամանակակից ստրկություն։ Իրավապահ մարմինները հիշեցնում են, որ մարդկանց թրաֆիկինգի ազգային թեժ գիծ կա եւ հասանելի է շուրջօրյա 1-888-373-78-88 հեռախոսահամարով կամ info բառը մեծատառերով ուղարկել 23-37-33 համարի։ Օգնությունը տրամադրվում է անգլերեն եւ իսպաներեն լեզուներով։
Today հեռուստացրագրի հաղորդավար Սավանա Գաթրիի 84-ամյա մայրը Նենսի Գաթրին անհետացել է։ Ըստ քննիչների հնարավոր է առևանգման կամ բռնի տեղափոխման զոհ է։ Նոր մանրամասների համաձայն նրա տան ներսում հայտնաբերվել է արյուն։ Իրավապահ մարմինների տվյալներով Նենսի Գաթրիի անհետացման մասին ահազանգը 911 ծառայությանը կատարվել է փետրվարի 1-ի կեսօրին, այն բանից հետո, երբ նա չի ներկայացել եկեղեցական արարողությանը։ Վերջին անգամ նրան տեսել են հունվարի 31-ի երեկոյան ժամը 9:30-ին, երբ վերադարձել են Թրիքից տուն Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքից հյուսիս գտնվող Կատալինա Foothills թաղամասում։ Նա ունեցել է լուրջ շարժունակության խնդիրներ եւ չի կարող ինքնուրույն քայլել ավելի քան 50 մետր։ Նա նաեւ կախված է կենսական նշանակություն ունեցող դեղորայքից, որի բացակայությունը 24 ժամվա ընթացքում կարող է մահացու հետևանքներ ունենալ։ Քննիչների խոսքով առկա հանգամանքները վկայում են, որ Նենսի Գաթրին չի լքել տունը սեփական կամքով եւ հնարավոր է գիշերվա ընթացքում դուրս է բերվել տան տարածքից բռնի կերպով։ Սավանա Գաթրին չի մասնակցել վերջին TD-ի հաղորդման թողարկմանը, սակայն նրա անունից հեռուստաեթերում թերթվել է հայտարարություն, որտեղ ընտանիքը շնորհակալություն հայտնել աջակցության եւ աղոթքների համար, ընդգծելով, որ իրենց հիմնական նպատակը մայրիկի անվտանգ վերադարձն է։ Շերիֆ Քրիս Նանոսը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ այս փուլում անհնար է ասել առևանգմանը մասնակցել է մեկ անց թե մի քանիսը։ Նրա խոսքով քննիչները դիտարկում են բոլոր հնարավոր տարբերակները եւ աշխատում են ստացված բազմաթիվ հուշումների ուղղությամբ։ Շերիֆը նշել է, որ առայժմ չկա որևէ հստակ ապացույց, որը կվկայի Նենսի Գաթրի ողջ լինելու կամ մահացած լինելու մասին, սակայն իրավապահները չեն կորցնում հույսը եւ շարունակում են որոնումները։ Նա ընդգծել է, որ չնայած դեպքը կարող է նպատակային լինել, իշխանությունները չեն կարծում, թե առկա է լայն հանրային վտանգ կամ տարեցների զանգվածային առևանգումների միտում։ Շերիֆի խոսքով դեպքի վայրը ամբողջությամբ ուսումնասիրվել է, հավաքվել են հնարավոր բոլոր ապացույցները, ներառյալ ԴՆԹ նմուշները, մատնահետքեր ու տեսախցիկների տվյալներ, որոնք փոխանցվել են լաբորատոր եւ տեխնոլոգիական վերլուծության։ Շերիֆ Նանոսը հաստատել է, որ որոշ ԴՆԹ-ների արդյունքներն արդեն ստացվել են, սակայն դրանք այս պահին չեն մատնանշում որևէ կասկածյալի։ Քննությանը միացել է նաեւ դաշնային մարմինները FBI-ի Թուսոնի գրասենյակի ներկայացուցիչ Ջոն Էդվարդսը հայտնել է, որ ՀԴԲ-ն տրամադրում է վերլուծական եւ տեխնիկական աջակցություն, ներառյալ բջջային հեռախոսահամարների տվյալների ուսումնասիրությունը, բջջային կապերի աշտարակների տեղեկատվության հավաքագրումը եւ հարցաքննությունները իրականացնում։ Իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին, ովքեր որևէ բան են նկատել այդ տարածքում հունվարի 31-ի գիշերը կամ փետրվարի 1-ի առավոտյան, անմիջապես կապ հաստատել շերիֆի գրասենյակի կամ FBI-ի հետ։ Քննությունը շարունակվում է, իսկ իրավապահները նշում են, որ Նենսի Գաթրիի անվտանգ վերադարձը մնում է իրենց առաջնահերթ նպատակը։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Սան Դիեգոյում անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ նահանգի հակաթմրանյութային ռազմավարությունը 2021 թվականից ի վեր բերել է պատմական արդյունքների։ Նրա խոսքով այդ ժամանակահատվածում Կալիֆոռնիայի ազգային գվարդիայի եւ իրավապահ մարմինների համատեղ գործողությունների արդյունքում արգրավել է ավելի քան 34,000 ֆունտ ֆենտանիլ, ներառյալ 50 միլիոն մահաբեր հապ, որոնց ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է $500 միլիոն։ Կալիֆոռնիայի ազգային գվարդիայի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մեթյու Բիվերսը նշել է, որ գործողությունները չեն սահմանափակվել միայն Մեքսիկայի սահմանային անցակետով։ Դրանք իրականացվել են նաև Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում, Լոնգ Բիչի, Լոս Անջելեսի այլ նավահանգիստներում, ինչպես նաև նահանգի ողջ տարածքում։ Նրա խոսքով գվարդիան աջակցում է 122 տարբեր իրավապահ մարմինների եւ հակաթմրանյութային աշխատանքային խմբերի բոլոր բարձր ինտենսիվությամբ թմրաշրջանառության գոտիներում։ Կալիֆոռնիայի ավտոճանապարհային պարեկային ծառայության ղեկավար Շոն Դյուրին էլ ընդգծել է, որ գործում են որպես թմրանյութերի ներթափանցումը կանխող երկրորդ եւ հաճախ նույնիսկ վերջին պաշտպանական գիծը, մինչև դրանք կհասնեն համայնքներ։ Նրա խոսքով նահանգապետի նախաձեռնությամբ ընդլայնված հանցագործությունների ճնշման խմբերը վերջին ամիսներին իրականացրել են շուրջ 2500 ձերբակալություն, որոնց մոտ 1/3-ը եղել է ծանր հանցագործությունների համար։ Այդ ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 460 գողացած ավտոմեքենա, արգրավվել է 90 ապօրինի հրազեն եւ ավելի քան 2400 ֆունտ թմրանյութ։ Նահանգապետ Նյուսոմը հայտարարել է, որ 2019 թվականից ի վեր Կալիֆոռնիան ավելի քան $21 միլիարդ է ներդրել հանրային անվտանգության, թմրանյութերի դեմ պայքարի, հետաքննությունների եւ դատական հետապնդումների ուժեղացման համար։ Նա նշել է, որ ֆենտանիլի դեմ պայքարը եղել է նահանգի առաջնահերթություններից մեկը դեռևս 2019 թվականից, իսկ 2021-ին այդ գործողությունները տեղափոխվել են նաեւ նոր մակարդակ։ Եզրափակելով Նյուսոմն ասել է, որ նահանգը չի հրաժարվելու իր արժեքներից եւ մինչեւ իր պաշտոնավարման ավարտը շարունակելու է պայքարել օրենքի գերակայության, համայնքների անվտանգության եւ մարդու արժանապատվության պաշտպանության համար։ Սիրելի հետևորդներ, մինչև լուրերը կշարունակենք, թույլ տվեք աջակցել եւ գովազդել մեր աջակիցներին։ Եթե նկատում եք ձեր երեխայի մոտ ֆուտբոլի հանդեպ սեր եւ երազում եք նրան տեսնել դեպի պրոֆեսիոնալ ճանապարհով քայլող ապագա աստղ, ապա այս հայտարարությունը հենց ձեզ համար է։
Inter United ֆուտբոլի ակադեմիան հայտարարում է ընդունելություն 4-ից 10 տարեկանների համար։ Թիմն արդեն ձևավորված է, ունի չեմպիոնական փորձ, իսկ հիմա ժամանակն է ամրապնդելու հիմքերը եւ ներգրավելու նոր սերնդի։ Փորձառու մարզիչներով համալրված մանկապատանեկան ակադեմիան պատրաստ է վստակ քայլերով ուղի հարթել ձեր երեխայի ֆուտբոլային ապագայի համար։ Մոնախ Լոնդրի առաջարկը երևի թե առաջինը կանանց համար է։ Մեր գործընկերը պատրաստ է զբաղվել ձեր հագուստների խնամքով, իսկ մանկական հագուստը լվանալ բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերով։ Առաջարկներին կարելի է ծանոթանալ նաև հավելվածով, որը կարող եք ներբեռնել այս QR կոդով։ Topcho's Collision Center ձեր մեքենայի անվտանգության վստահելի հասցեն է։ Մեր գործընկերը առաջարկում է վթարի դեպքում մեքենան տեղափոխել, վերանորոգել կարճ ժամկետում ու այդ ընթացքում էլ չթողնել առանց մեքենայի։ Հատուկ առաջարկներ ստանալու համար պարզապես նշեք, որ կենտրոնի մասին տեղեկացել եք հենց մեր լուրերից։ Եվ մեր մյուս գործընկերը Cosmopolis ռեստորանը։ Cosmopolis-ում հիմա ամեն ինչ պատրաստ է Վալենտայնի օրվա համար։ Եթե դեռևս չեք կողմնորոշվել որտեղ հրավիրել ձեր սիրելիին, մենք արդեն ունենք պատասխանը։ Համերգային շոու ծրագիր, անակնկալներ եւ երեկոյի հանդիսավար Գեղեցկուհի Աննա Մանուչարյան, որը տոնն ավելի հիշարժան կդարձնի։ Հանրամասների համար զանգարեք նշված հեռախոսը համարի։ Եվ մեր անկեղծ ու մեծ շնորհակալությունն ենք հայտնում նաև մեր վաղեմի գործընկերներին Կոզանյան Meat and Liquor եւ Կոզանյան's Family Market-ներին ու Gary's Mom's Bakery-ին, երկուսն էլ գտնվում են Գլենդելում, գրեթե հարևանությամբ։ Եվ շարունակենք։ Ներկայացուցիչների պալատը ընդունել է մոտ 1.2 տրիլիոն դոլարի չափով բյուջետային ծախսերի փաթեթը, քվեարկությունն էլ ավարտել է 217 կողմ 214 դեմ ձայներով։ Օրինագծի ընդունմամբ կոնգրեսը ավարտում է տարեկան 12 հատկացումային օրինագծերից 11-ի աշխատանքը, ապահովելով դաշնային կառավարության գործունեության ֆինանսավորումը մինչև սեպտեմբերի 30-ը։ Մնում է միայն ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման հարցը, որի շուրջ դեռևս շարունակվում են քաղաքական տարաձայնությունները։ Դեմոկրատները պահանջում են ներգաղթային վերահսկողության գործողությունների նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ։ Նախագահ Դոնալդ Թրամփը այսօր արդեն ստորագրել է բյուջետային փաթեթը, վերջ դնելով կառավարության մասնակի փակումը։ Բացի դաշնային կառավարության հիմնական հատվածների ֆինանսավորումից մինչև սեպտեմբերի վերջը, այն ներառում է նաև շատ փոքր կարճաժամկետ ֆինանսավորման լուծում ներքին անվտանգության նախարարության համար մինչև փետրվարի 13-ը։ Այդ ընթացքում օրենսդիրները կշարունակեն բանակցությունները ներգաղթի վերահսկողության հարցերով զբաղվող կառույցների, այդ թվում ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության գործունեության շուրջ։ Նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ սահմանադրությամբ եւ օրենքով վերապահված իրեն լիազորությունների հիման վրա այսօր ստորագրել է հրամանագիր, որով 2026 թվականի փետրվարը ճանաչվում է Սևամորթների ազգային պատմության ամիս։ Նախագահը կոչ արել պետական պաշտոնյաներին, մանկավարժներին, գրադարանավարներին եւ Միացյալ Նահանգների բոլոր քաղաքացիներին նշել այս ամիսը համապատասխան ծրագրերով, հանդիսություններով եւ միջոցառումներով։ Սպիտակ տան բակում այսօր մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը լրատվամիջոցներին է ներկայացրել նախագահի մի շարք դիրքորոշումներ ներքին արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ հատկապես։ Քվեարկության թեմայով մասնավորապես նախագահ Թրամփը հանդես է եկել համապետական ընտրական կանոնների խստացման օգտին, հղում անելով հանրապետականների կողմից աջակցվող Save Act օրինագծին։ Սպիտակ տան ներկայացուցիչի խոսքով օրինագիծը նախատեսում է ընտրողների ինքնության պարտադիր հաստատում քվեարկության ժամանակ եւ ուղղված է ընտրական գործընթացում հնարավոր խարդախությունների եւ ապօրինությունների կանխմանը։ Նշվել է, որ նախագահը կարծում է, որ որոշ նահանգներում, այդ թվում Կալիֆոռնիայում եւ Նյու Յորքում, ոչ քաղաքացիների մասնակցությունը տեղական ընտրություններին ստեղծում է համակարգային ռիսկ։ Արտաքին քաղաքական հարցերի շրջանակում անդրադարձ է եղել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմին։ Լևիտի խոսքով նախագահ Թրամփը դժգոհությամբ, բայց առանց զարմանքի է ընդունել Ռուսաստանի վերջին հարվածները, չնայած եղանակային պատճառով դադարների մասին նախորդ հայտարարություններին։ Ըստ վարչակազմի, նախագահը շարունակում է դիվանագիտական ջանքերը պատերազմը դադարեցնելու ուղղությամբ եւ հատուկ բանագնացների մասնակցությամբ բանակցությունները կշարունակվեն Մերձավոր Արևելքում։ Ճեպազրույցում անդրադարձ է եղել նաև Իրանի հարցին, նշվել է, որ Միացյալ Նահանգները նախընտրում է դիվանագիտական ուղին, սակայն նախագահը որպես գերագույն գլխավոր հրամանատար պահպանում է բոլոր տարբերակները սեղանին։ Մամուլի քարտուղարը հիշեցրել է նախորդ տարվա ռազմական գործողությունը, որը Սպիտակ տան լրջորեն վնասել է Իրանի միջուկային կարողությունները։ Ճեպազրույցի ավարտին Քերոլայն Լևիթն ասել է, որ նախագահ Թրամփը շարունակում է առաջնորդվել իր ընտրողների մանդատով, շեշտը դնելով սահմանների պաշտպանության, ներգաղթի վերահսկման եւ ազգային անվտանգության վրա։ Իրանի թեմայով շարունակենք, Միացյալ Նահանգների զինված ուժերը Արաբական ծովում խոցել են իրանական անօդաչու թռչող սարք, որը մոտեցել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրին USS Abraham Lincoln-ին։ Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Ռազմական գերատեսչության հաղորդմամբ անօթաչուն մոտեցել է ավիակրին այն պահին, երբ նավը գտնվում էր Արաբական ծովում Իրանի հարավային ափերից մոտ 800 կիլոմետր հեռավորության վրա։ Կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Թիմ Հոքինզի խոսքով անօթաչուն շարունակել է շարժվել դեպի նավը, չնայած զինված ուժերի կողմից իրականացված լարվածությունը նվազեցնող միջոցներին, որոնք կատարվել են միջազգային ջրերում։ Իրանական անօթաչուն խոցվել է 35 կործանիչի կողմից։ Միջադեպի ընթացքում ամենազինծառայողներ չեն տուժել։ Կենտրոնական հրամանատարությունը հայտնում է նաև, որ նույն օր ավելի ուշ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը սադրել են ԱՄՆ դրոշով նավարկող եւ ամերիկյան անձնակազմով նավթատար նավի շարժը Հորմուզի նեղուցում։ Ըստ Հոքինզի, երկու իրանական ռազմական նավակ եւ մեկ անօթաչու բարձր արագությամբ մոտեցել են նավթատարին, սպառնացել են այն գրավել։ Տարածքում գտնվող հրթիռային զինված USS McCall կործանիչ նավը արձագանքել է իրավիճակին եւ օդային աջակցությամբ ապահովել նավթատարի ուղեկցումը։ Նշվում է նաև, որ Իրանի շարունակական սադրանքներն ու սպառնալիքները միջազգային ջրերում եւ օդային տարածքում չեն հանդուրժվի, քանի որ դրանք մեծացնում են բախումների, սխալ հաշվարկների եւ տարածաշրջանային ապակայունացման վտանգը։ Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ նրա կինը նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում են ցուցմունք տալ կոնգրեսի հետաքննության շրջանակում կապված սեռական հանցագործ Ջեֆրի Էփստեյնի գործի հետ։ Այս մասին հայտնել է Բիլ Քլինթոնի նախկին տեղակալ աշխատակազմի ղեկավարը։ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը նախորդ շաբաթ առաջարկել է Քլինթոններին ենթարկել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքի Էփստեյնի հետ ունեցած իրենց հարաբերությունների վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու համար։ Քլինթոնները հայտարարել էին, որ պատրաստ են համագործակցել հանձնաժողովի հետ, սակայն հրաժարվել էին ներկայանալ անձամբ, պնդելով, որ հետաքննությունը կուսակցական բնույթ ունի եւ ուղղված է հանրապետական կուսակցության ներկայացուցիչ գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտպանելու։ Նրանց համաձայնությունը ցուցմունք տալու կարող է կանխել հանրապետականների կողմից վերահսկվող ներկայացուցիչների պալատում նախատեսված քվեարկությունը Քլինթոններին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Նման քայլը կարող էր հանգեցնել նաև քրեական մեղադրանքների։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը ողջունել է այս լուրը։ Հարցին, թե արդյոք Քլինթոնների դեմ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքները կհանվեն, Ջոնսոնը պատասխանել է. փաստաբանները ուսումնասիրում են մանրամասները։ Արդարադատության նախարարության հրապարակած միլիոնավոր ներքին վերջին փաստաթղթերը բացահայտել են, որ Էփստեյնը կապեր է ունեցել քաղաքականության, ֆինանսների, ակադեմիական շրջանակների եւ բիզնեսի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչների հետ, ինչպես մինչև այնպես էլ 2008 թվականին իրեն մեղավոր ճանաչելուց հետո։ Բիլ Քլինթոնի 2000-ականների սկզբին պաշտոնը թողնելուց հետո մի քանի անգամ թռել է Էփստեյնի ինքնաթիռով։ Նա հետագայում հայտարարել է, որ զղջում է այդ հարաբերությունների համար եւ ընդգծել, որ որևէ տեղեկություն չի ունեցել Էփստեյնի հանցավոր գործունեության մասին։ Երկու մարզական լուր, մեկը կիսամարզական, մեկը ամբողջությամբ մարզական Սան Ֆրանցիսկոյում կայացել է տարվա ամենամասշտաբային մարզական միջոցառումներից մեկի Սուպերբոլ 60-ի անվտանգությանը նվիրված պաշտոնական ասուլիս։ Մասնակցել են ազգային ֆուտբոլային լիգայի անվտանգության ղեկավարությունը, ինչպես նաև դաշնային, նահանգային եւ տեղական իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Պաշտոնյաները հայտարարել են, որ այս պայդրությամբ Սուպերբոլի կամ դրա հետ կապված որևէ միջոցառման նկատմամբ ոչ մի կոնկրետ կամ հավաստի սպառնալիք չի արձանագրվել։ Անվտանգության պլանավորումն իրականացվել ավելի քան 18 ամիս եւ միջոցառումը դասակարգված է որպես բարձր ռիսկայնության հատուկ իրադարձություն, ապահովելով դաշնային լայն աջակցություն։ Ասուլիսի ընթացքում հատուկ ընդգծվել է, որ ոչ մի ներգաղթային վերահսկողության կամ կալանավորման գործողություն նախատեսված չէ Սուպերբոլի շրջանակում կամ դրան առնչվող որևէ միջոցառման ժամանակ։ Պաշտոնապես հաստատվել է, որ այսի աշխատակիցներ ներգրաված չեն անվտանգության համակարգում եւ միջոցառման անվտանգությունն իրականացվում է բացառապես հանրային անվտանգության ապահովման համար։ Անվտանգության գործընթացին մասնակցում են ավելի քան 35 դաշնային, նահանգային, տեղական կառույցներ, այդ թվում ներքին անվտանգության նախարարությունը, FBI-ը, ինչպես նաև օդային, ծովային ու կիբերանվտանգության ծառայություններ։ Պաշտոնյաները նշել են, որ դաշնային ներկայությունն ամբողջությամբ համահունչ է նախորդ տարիների սուպերբոլների փորձին։ Հայտարարվել է նաև, որ միջոցառման ընթացքում գործում են ժամանակավոր օդային սահմանափակումներ, հայտարարված է դրոնների համար ամբողջությամբ արգելված գոտի։ Բոլոր սահմանափակումները խստորեն վերահսկվելու են։ Վերջին լուրը Լոս Անջելես 2028 օլիմպիական եւ պարալիմպիկ կազմկոմիտեն հայտարարել է Միացյալ Նահանգների եւս 6 մարզադաշտերի մասին, որոնք կհյուրընկալեն 28 թվականի օլիմպիական խաղերի տղամարդկանց եւ կանանց ֆուտբոլի մրցաշարերի հանդիպումները։ Կազմակերպիչներն ավելի վաղ հաստատել էին, որ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը անցկացվելու են Փասադենայում գտնվող Ռոզ Բոլ մարզադաշտում, սակայն մրցաշարի նախնական փուլերի անցկացման վայրերը մինչև այժմ չէին հրապարակվել։ Ֆուտբոլային մրցաշարի համար նախատեսված նոր մարզադաշտերն են Նյու Յորքի մարզադաշտը, որը նախատեսվում է ավարտել 2027 թվականին եւ կդառնա Նյու Յորք Սիթի ֆուտբոլ քլաբի տունը,
Կոլամբոսի, Նեշվիլի, Սենտ Լուիսի, Սան Խոսեի, Սան Դիեգոյի մարզադաշտերը։ LA 28-ի սպորտային եւ մրցաշարերի իրականացման գլխավոր պատասխանատու Շանա Ֆերգյուսոնը նշել է, որ խմբային եւ փլեյ-օֆ փուլերի հանդիպումները ԱՄՆ-ի տարբեր մարզադաշտերում անցկացնելու շնորհիվ ավելի շատ երկրպագուներ հնարավորություն կունենան անմիջականորեն մասնակցել օլիմպիական ֆուտբոլի մթնոլորտին եւ զգալ օլիմպիական ոգին։ Փաստացի Լոս Անջելեսից դուրս են լինելու որոշակի խաղեր։ Մրցաշարի խաղացանկը նախատեսվում է հրապարակել ապրիլին։ Իսկ այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։